Շողիկ, տես բան չի կարա լինի։ Այն մարդ, որ ես մի բան ասում եմ, ուրեմն այդ տենց է, մի շարունակի։ Շողիկ ջան։ Արամ 22 տարեկան, ուսանող է, ունի սեփական բիզնես, կատարում է համակարգչային ասեղնագործություն։ Իդեպ, նշեք շոկ բլոկ անունը պատվեր կատարելիս եւ ստացեք 20% զեղչ։ Մի կոնդիկոն է էլի, չի Թեմա կարա փակա, Ինչ ա եղել, ինչ եք վիճում իրար հետ։ Շողիկ ասում է իբր պիցան առողջությանը վնասը ու fast food է։ Շողիկ ջան։ Շայնա, ինչ չես հավատում, նայ համոզի։ Հերիք է վիճեք։ Շաղիկ 31 տարեկան, դիետոլոգ է։ Գիտի թե ինչ անել, երբ դու գեր չես, ուղակի ոսկորդ է հաստ։ Հիմա դիմանանք, թե վերջապես պիցան առողջ սնունդ է կամ ինքը կհամարվի որպես fast food։ Ինչ շատ մարդիկ կասեն, ես մի կտոր պիցա գերա։ Այ վերջավորության պիցան ինչ է, ինքը պատրաստված է ալյուրից, այսինքն այդ սպիտակ ալյուրից պատրաստված խմորը, վրենգա, փանչարեղենները եւ նայած մենք ինչ կընտրենք՝ վանիր, միս, թե vegetarian դարբերակը։ Ճիշտ է, պիցան այս իրապաղատիչներն է, որը մասամբ կհամարվի առողջ սնունդի, այսինքն ուտեստներից մեկը։ Բայց երբ որ մենք պիցան կպատվիրենք դրսից կամ մենք գուտենք պիցան ռեստորաններում, այ հաստատ մենք չենք գիտեր թե իրանք մեջը ինչ տեսակի յուղեր են դրել, ինչ տեսակի կարակներ են դրել եւ այլն եւ այլն։ Երբ որ մենք պիտի ընտրենք պիցան, կամ ուզում ենք մենք դանը պատրաստել պիցան, այնտեղ շատ մտածողություններ կարող ենք անել, որպեսզի այն դառնա առողջ սնունդ։ Մենք որքան պիցան հարուստ դարձնենք փանչարեղեններով, այսինքն ինչ փանչարեղեններ կարող ենք պիցայի վրա, օրինակ կարող ենք ավելացնել բղբեղը, սունգը, բրոկոլին եւ այլն եւ այլն։ Երբ որ պիցան հարուստ լինի փանչարեղեններով, այնտեղ արդեն շատ մի քիչ դեր պիտի լինի վանիրի կամ մսերի։ Գնահանդրվի պիցան այս ձևով մենք պատրաստենք եւ զերծ մնանք, այսինքն աբխտած մսերից, աբխտած վանիրներից եւ պրոսես արված մսերից։ Որովհետեւ այն ժամանակ է որ այդ պիցայի մեջ ոչ միայն այսինքն յուղից էլ բացի այնտեղ սոդիումի կամ աղի դոկոսը շատ բարձր պիտի լինի։ Ոնց Շողիկ, ուզում ես ասես, ես էլ պիցա չպետք է ուտեմ։ Ոչ, գրազ եմ գալիս, որ կպատրաստեմ այնպիսի պիցա, որը կլինի առողջ, համեղ եւ օգտակար։ Համաձայն եմ, բայց եթե պարտվեցի, Շողիկ, ուրեմն նման վիդեոներ էլ չես նկարել։ Իսկ եթե դու պարտվես, պետք է մեկ ամիս ընդհանրապես պիցա չուտես, համաձայն ես։ Համաձայն եմ։ Գնացինք։ Ոնց որ մի բան պակասում է։ Պղպեղն ու սոխը կան, լոլիկը կա, սունկը կա, հավի կրծքամիսը կա, անյուղ թթվասերն ու մոցարելան կան, սոյայի սոուսը կա, ձուն եմ մոռացել։ Իսկ դուք երբևէ փորձել եք հավիտակից ձու հանել, երբ որ նա նստած է։ Եթե ոչ, ապա խորհուրդ էլ չեմ տալիս։ Հավի կրծքամիսը եւ սոխը լցնում ենք բլենդերի մեջ, միացնում եւ մանրացնում այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ Իդեպ նկարահանման ընթացքում ոչ մի հավի կրծքամիս չի տուժել։ Մսին ավելացնում ենք 1 ձու, համեմում ըստ ճաշակի եւ լավ խառնում։ Այնուհետև լոշիկի տեսք ենք տալիս եւ 5-ից 7 րոպե ուղարկում 180 աստիճան տաքացրած ջեռոցը։ Սոուսի համար ցածր յուղայնությամբ թթվասերին ավելացնում ենք սոյայի սոուս, խառնում ու վերջ։ Եկեք ձևացնենք, որ կյանքում էլ ամեն ինչ այդքան հեշտ։ Աչքերուդ թարթում ես, մեկ էլ վուալա, բանջարեղենը կտրատված է։ Դե ինչ վերջապես պիցան հավաքելու ժամանակն է։ Սոուսը լավ տարածում ենք։
Հետո ավելացնում ենք մի փոքր պանիր, որ բաղադրիչները պինդ կպչեն պիցցային ու կծելու ընթացքում վրայից չթափվեն։ Շարում ենք մեր սիրելի բանջարեղենները, ես նախընտրել եմ լոլիկ, պղպեղ, սունկ, մեկնաբանություններում գրեք, թե դուք ինչ բանջարեղեններով կպատրաստեիք ձեր պիցցան։ Վերջում ավելացնում ենք մոցարելա պանիրը, որպեսզի հալչելուց հետո բոլոր բաղադրիչները կպցնի իրար և 15 րոպեով ուղարկում ենք ջեռոցը։ Տեսեք, թե ինչքան գունեղ և ախորժելի է ստացվել մեր առողջ պիցցան։ Դե ինչ վերջապես մեր պիցցան պատրաստ է, այստեղ գտնվում է իմ պատրաստած առողջ, համեղ և օգտակար պիցցան։ Իսկ այստեղ գտնվում է մեր պատվիրած պիցցան, որը ես եմ նախընտրել։ Ահա, տեսնենք, թե որ մեկի արտաքին տեսքն է քեզ ավելի շատ դուր գալիս։ Չեմ կարող անկեղծ չգտնվել եւ կասեմ, որ քո պատրաստած պիցցան շատ ախորժելի է երևում, բայց դա դեռ հաղթանակ չէ։ Այո, համամիտեմ, քանի որ ամենակարևորը համն է, բայց շնորհակալ եմ կոմպլիմենտի համար։ Հիմա փորձենք քո տարբերակը, հետո նոր իմը, որ մեկն ես ինձ տալիս։ Ուրեմն քեզ կտամ այս կտորը։ Ես վերցնեմ սա։ Դե փորձի տեսնենք։ Գնացի։ Դե ինձ ծանոթ է այս համը, չգիտեմ փորձել ես թե ոչ։ Այնպես չի, որ չեմ փորձել, բայց ուզում եմ նշել, որ ինքը բավականին չոր է։ Ու պիցցայի անմիջապես հետո ուզում եմ ջուր խմեմ, եթե անկեղծ լինենք։ Լավ, հիմա փորձենք տեսնենք քո պատրաստած պիցցան։ Մեծ չխոսենք, հա։ Հետո վերջնական արդյունքը կհասկանանք։ Լավ։ Սկսա ինձ։ Գնացինք։ Դες իրականում հետաքրքիր համանշող Երևի դա նրանից է, որ պատրաստել ես հավի մսով, ոչ թե խմորով պիցցան։ Հենց դա էլ մեր պիցցան դարձնում է յուրահատուկ։ Այո, յուրահատուկ համ ուներ, անկեղծ կլինեմ։ Միագրգծը։ Եվ ոչ մի բանով չէր զիջում մեր պատվիրած պիցցային, այնպես որ կարծես թե պարտվեցի։ Այսինքն մի ամիս սովորական պիցցա չես ուտելու։ Բայց սա ուտեմ նոր։ Սա կարող ես ուտել։ Այդ ամբողջ մեկ ամսվա ընթացքում կարող ես ուտել, քանի որ ինքը հաստատ քեզ չի գիրացնելու, քո օրգանիզմին վրա չի հասցնելու, եւ ունի ավելի ցածր կալորիականություն։ Ուրեմն խոստացիր պատրաստել ինձ համար։ Այ դա չեմ խոստանում։ Բայց դուք կարող եք պատրաստել եւ նկարել, տեղադրել ձեր Instagram-յան էջ, նշել ինձ, եւ ես դրանք կտեղադրեմ իմ story-ում։ Չէ՞։ Իհարկե։ Եթե հավանեցիք տեսանյութ հապա անպայման դրեք լայքեր, գրեք մեկնաբանություններ, հայ դե մեկնաբանություններում նշեք, թե հաջորդը ինչ fast food-ի մասին կցանկանաք, որ լինի տեսանյութը, ձեզ հետ Շողիկներ եւ Արամը կհանդիպենք հաջորդ անգամ։ Հաջողություն։